Խորտ կտամ լավ մտածել ում հետ է կամուսանալու։ Իմ ցավը տեղն է։ Որը երեխայի ալզում ունենա։ Երեխա ունենալը դա պրիմիտիվ թեմա չէ։ Պրիմիտիվ թեմա է։ Ահա որը, հանուն իրա ես պատրաստ եմ լինել մայր։ Ասենք քո երեխան էս վիդեո նայելու է մի օր։ Հա, երազել եմ ունենալ 7 շուն, բայց չեմ երազել ունենալ երեխա։ Բայց այդ ունի իր պատճառները։ Ես երեխա չեմ ունենալու, ինքը ասում է, չէ, ես երեխա եմ, մի ամուսնացեք իր հետ։ Ձեր հետագա կյանքը կլինի դժվար։ Հարց, ես չեմ գնալու ինքնասպան լինեմ։ Հարուստոտ ես։ Այո։ Սիակում շատ վատ կփի մտքեր ունեի բարիատրիկ վիրահատություն անելու մասով։ 5% չեմ լարվել, 5% ինչ-որ sense կեղծվան չկա։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Makeup Talks-ի իմ YouTube каналիքում, ես Անուկն եմ, եւ այսօր հյուր եմ կանչել իմ ամենասիրելի բլոգերներից մեկին, Իրեն Հակոբյան, բլոգեր, ինֆլուենսեր, հոնքերի եւ թատիչների մասնագետ եւ ուղղակի հրաշալի մարդ։ Հրաշալի։ Ճիշտ է, ուզում եմ հասկանալ ճիշտ է, հոնքերի եւ թատիչների մասնագետ եւ իդեալական մարդ ծանոթացեք։ Շնորհակալ եմ։ Ինչպես է սիրելի։ Շատ լավ է։ Ոնց որ մենք մի ժամ չենք զրուցում։ Այո։ Հենց նա իրար տեսանք։ Դու գիտես ֆորմատը։ Ես գիտեմ, ֆորմատը ես շատ հավանում եմ, ողջունում եմ քո սկսած աշխատանքը ու վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ գետ մեկ անգամ պետք է նայ այս հոլովակներ, որովհետև նրանք չունեն գին, անգին է։ Այո, ինչ ունեն։ Շատ լավ, արի սկսենք եւ ես ընթացքում քեզ հարցեր կտամ։ Շատ լավ, ես պատրաստված եկել եմ։ Ես աշակերտ կսա ինձ։ Շուտ սիրուն է։ Թվում է, ինձ ավելի շուտ, ավելի վաղ ժամանակներից հետևող մարդիկ կհիշեն թե ես ինչքան կներես էլի որտեղ եմ նայելու։ Կարաս համ ինձ նայես կամ համ կամերային։ Հա, այսինքն ինձ չնայեն։ Թվում է ինձ մի փոքր ավելի շուտ հետևած մարդիկ կիմանան թե ես ինչքան շատ էի շպարվում այն ժամանակ ու ինչքան չեմ շպարվում հիմա։ Դրա համար խնդրում եմ դրանից չսպասել ինչ-որ sense full դիմահարդարում։ Իրականում այսօր ես որոշել եմ շատ թեթև շպարվել, նույնիսկ տոնային չեմ գցի, միայն կոնսիլերով կսահմանափակ։ Այո։ Սկսենք առաջին հարցից։ Այո։ Ես մի քանի օր առաջ ֆիքսեցի, որ դու դրել էիր քո էջում առաջին աշխատանքներից հետ, երբ որ դու դեռ մեյքափ արտիստ էիր, ոչ թե հոնքերի մասնագետ։ Մեյքափ արտիստ, մեյքափ սովորում էի։ Այսինքն մեյքափով չես աշխատել, բայց շատ գեղեցիկ գործեր ունեիր։ Հա, նու շատ սիրուն անում էի, շատ սիրով անում էի, բայց դիմահարդարումը սարսափելի ծախսատար մասնագիտություն։ Սարսափելի, այսինքն դու իհարկե չկողոց, շատ է սպասեցի Դեռ ես կրեմով։ Հա։ Իդեպ ես տոնային չեմ օգտագործում արդեն ինչքան կլինի փետրվար ամսից սկսած ու իմ մաշկը դրանից հետո ահավոր լավն է դարձել ես օգտագործում եմ Erborian-ի BB կրեմը։ Դրանց գովազդ եմ ում կարելի է։ Կարելի է, ես ուղղակի բանանեմ էլի կիսվեմ որտեղ կարող Չէ, ինձ թվում է պետք է կիսվել, որովհետեւ ֆորմատը հենց այդ մասին է։ Ինչ որ բան, օգտակար մի բան կարող է լինել մեկի համար։ Այսինքն դու չես աշխատել, բայց կուզեիր։ Ես շատ էի ուզում, ես ամբողջ կյանքս մտածել եմ, որ ես հենց դիմահարդար լինելու համար ստեղծված եմ։ Նու լավ չասեմ ամբողջ կյանքս 20-ից հետո։ Բայց հետո ուղղակի հասկացա, որ իմ ֆինանսը չի ների, որ ես դա անեմ, ու որոշեցի, որ ուղղակի սկզբում էջս կակտիվացնեմ։ Ու հետո դեռ արդեն կսկսեմ դիմահարդարում աշխատել, բայց այնպես ստացվեց, որ կյանքը իմ փոխան որոշեց, որ ես ստեղծված եմ հոնքեր եւ թարտիչներ գեղեցկացնելու համար, բայց դա չի բացառում նաեւ այն, որ կարող է ինչ-որ մի օր ես վերադառնամ էլի դիմահարդարմանը։ Էդ էի ուզում հարցնել, ինձ թվում է մի օր կգա, որ դու արդեն այնքան շատ ֆինանս կունենաս, կասես որ ծախսեմ։ Կառնես լիքը պրոդուկտներ, թանկ, խնդրում ենք լյուքսերի, մենք մոտկալու ենք։ Հենց դրա համար, խնդրում ենք լյուքս։ Եթե դու աշխատում ես ցանկացած մասնագիտությամբ, բայց եթե դու աշխատում ես մարդու մաշկի հետ, դու պարտավոր ես լավ պրոդուկտներ օգտագործել։ Նայ, իրականում, քանի որ ես ամենօրյա պրոդուկտներ, լյուքս պրոդուկտներ չեն, օքեյ եմ որ չլինի լյուքս։ Իմը ընդհանրապես լյուքս չի, այսինքն մաս մարքետային է, ես շատ սիրում ու ինքը իմ մաշկի համար լավ է, բայց ես երբ որ գնում եմ մեկ անգամ ինչ-որ կարևոր առիթի ու գնում եմ, ուզում ես, ես ուզում եմ լյուքս իհարկե, չնայած ասեմ, որ լյուքսի դեմքին ոբշե չկա։ Իրոք։ Չէ, գիտես իմ ասածը որն է, ամենահասարակը դու չես կարող ունենալ մի գույնի տոնային։ Այո։ Դու պետք է ունենաս 4, 5, 6, որ դու իրար ինչ-որ խառնես, ինչ-որ մի հատ արդեն կստանաս։ Այո, այո։ Իսկ դու ոնց սկսեցիր։ Ոնց որոշեցիր, որ հա, ինչ որ հետաքրքիր։ Ես համոզված եմ եղել, որ ես ստեղծված եմ բլոգեր լինելու համար։ Քանի տարեկանից սկսեցի։ Ես դեռ չգիտեի ինչա բլոգեր է, երբ որ բոլորն ունեին ինտերնետ ու նայում էին Ագնեսին, Կոլեն, ես չունեի, ես չէի, ես չգիտեի իրան կողմը։ Բայց ես հեռախոսով
ալկատելչիկներով, ես էլ եմ պատմում նկարում էի անընդհատ, ասում էի, սա իմ բլոգն է, չգիտեմ, բլոգ բառը որտեղից ես գիտեի, բայց ես անընդհատ նկարում էի, ասեմ ավելի հիմա ես կհիշեմ մենակ մոտ ընկերուհիներից, ես ունեի հատուկ շարք, դա կոչվում էր Debut blog։ Դու չես ասում։ Ես այդտեղ խոսում էի անկապ բաներ իմ ընկերուհիների հետ եւ դա ափսոս չեմ պահպանել ոչ մի բան, բայց հիմա մի հատ էլ կարևոր հարցն եմ։ Դու քո էջում որպես ինֆլուենսեր աղջիկներին մոտիվացնում ես աշխատել իրենց համար, դուրս գալ աշխատանքից ֆիքսված եւ սկսել իրենցը։ Եթե իրենք դա ուզում են։ Եթե դա բոլորն ուզում են, հավատա չէ։ Գիտես ինչքան մարդ ինձ ասելա, որ ես երբեք պատրաստ չէի լինի այդ ստրեսին, որ ես չիմանայի ես վաղ աշխատանք կունենամ, թե չէ։ Ֆիքսված ու գրանցված աշխատող լինելու լավը գիտես որն է, որ դու գիտես հստակ, որ դու ամսվա վերջում ստանալու ես ենթադրենք X գումար։ Սենց աշխատող լինելու դեպքում դու չգիտես ու դու համ պետքա լավ մասնագետ լինես, համ քո էջը պետքա լավ ակտիվացնես, համ դու պետքա ամեն ինչ դու պետք անես ու ամեն մարդ հոգեպես պատրաստ չի դրան։ Բան չգիտեմ, ես օրինակ մտածում եմ, որ եթե նույնիսկ դժվար է այդ, սենց տենց այդ ավելի շահույթաբերա, քան որովհետև ես ինքս դուրս եմ եկել այդպիսի աշխատանքից, նենց չի։ Քանի տարի աշխատելուց հետո 18-ից 25 5 տարի աշխատել ես։ 5 տարի ֆիքսված ինչ-որ տեղ աշխատել եմ, կողքից իմ բլոգն եմ արել, բայց հասկացա, որ եթե ուզում եմ բլոգս ակտիվ պահել այն ձևով, որ ես եմ ուզում, պետքա դուրս գամ աշխատանքից, որովհետև այդ ֆենոմեն են մարդիկ, ովքեր երկուսը հասցնում են միասին իդեալական անել, ես չէի հասցնում, իմ համար այդ ամենամեծ ստրեսն էր, որ կարող լիներ, կոնսիլերս իդեպ ցույց չտվեցի, կոնսիլերս նույնիսկ թարլուքն է, անցած բանում ցույց եմ տվել թողարկման մեջ, եւ Golden Rose-ից ինչ էր, կարեկտորը, այո։ Բայց օրինակ ես մոռացա ասեմ, որ ես զգացա, որ ես տոնայինը քսել եմ ճակատից ու մինչև տոնային տարածելը ես նախապես հոնքերը ֆիքսեցի։ Ոնա։ Ես հոնքես վերջում եմ ֆիքսում։ Չի կարելի։ Հետո սպիտակ հետ կանում։ Դե հո տենց հիմա ես նայ ֆիքսեցի, պետք է 2 րոպե ուղղակի ես խոսեմ, մինչև ինքը չորանա, նոր ես անցնեմ տոնայինին։ Նո իբր տոնայինն է, իսա։ Լսեք հոնքերի մասնագետ է խոսում։ Եւ երբ որ արվում նոր ֆիքսատորս արդեն տեսել վարդագույնը ամենալավն է ըստ իս Սևը փուսին սևում նորն է չեմ տեսել շատ լավ ագովում են ինքը սենց մահացնում է հոնքերի քովրը հոսանց ֆիքսում ու ես չեմ սիրում այն սենց շատ սենց կլեյ դե եթե քո հոնքերը արդեն լամինացիա արած է բացի դրանից ինչ ուզում կարաս սկսես կարաս յուղել սկսես ու դե լավ արի անցնենք ավելի հետաքրքիր թեմաների քանի որ դու ամուսնացած ես իսկ ես դեռ ոչ հիմա փոխվել ինքն է այո ինձ շատ հետաքրքիր է դու ինչ խորհուրդ կտաս օրինակ ինձ կամ այն բոլոր աղջիկներին ովքեր մոտ ապագայում պատրաստվում են ամուսնանալ կամ չգիտեմ միգուցե ուզում են բայց վախենում են որովհետև շատ աղջիկներ գիտեմ որ իրենց շատ վախեցնում այդ պատասխանատվությունը ինչու ոչ միայն աղջիկներ նաև տղաներ ինչ խորհուրդ կտաս որպես ստաժավոր ամուսնած ստաժավոր 1 տարի խորհուրդ կտամ լավ մտածել ում հետ է ամուսնան որովհետև շատ տոքսիկ կարա ինչի հիմա եմ ասած է բայց իմ միշտ իմ խորհուրդն է որ առաջին բանը ինչում պետքա համոզված լինել ամուսնանալուց առաջ դա քո կողքի մարդն է դու պետքա լիովին վստահ լինես որ երբ որ դու թուլանաս երբ որ դու էլ ուժ չունենաս երբ որ դու տխուր գաս տուն կամ մեկը ով քեզ լինելու է ուս, որի վրա դու լացելու ես։ Բայց հիմա ստեղ քեզ հակադարձեմ, արդյոք դու կարող ես միջև մարդու հետ ապրելը հասկանալ թե իր հետ ոնց կլինի կենցաղ։ Միանշանակ։ Դուք երբեք իր հետ օրինակ նայ, ընկերության կամ նշանված լինելու շրջանում դուք երբեք իրար հետ չեք ունենում խնդիր հաց պատրաստելու, երեխա պահելու, չգիտեմ օրինակ տները չհավաքելու, այսինքն այդ այն խնդիրներն են, որը լինում են միայն ամուսնությունից հետո։ Ու կարող է մարդը օրինակ դրսում քո համար շատ լավ լինի, բայց ենթադրենք դու իր հետ ապրում ես, դու հասկանում ես, որ կենցաղի մեջ դու այս մարդու հետ ուղղակի չես կարողանում։ Հիմա ասեմ, տես, ես դեմ եմ դրա համար հարաբերություններին, որտեղ մարդիկ 1 տարում իրար ճանաչում են, նշանվում են, ամուսնանում են, շատ հաճախ այդ կարող լինի մի քանի ամսում։ Ես դեմ եմ հարաբերություններին, որտեղ 2 հոգի իրար հետ ցանկացած թեմայով չեն կարող խոսել։ Ես դեմ եմ, երբ որ մարդիկ իրանք իրենց կողակցին համարում են զուտ ամուսին ոչ թե ընկեր։
Իմ համար շատ կարևոր է, որ մարդիկ իրար հետ խոսեն։ Ես իմ ընկերուհիներին եմ դա ասում, ես իմ ընկերուներին եմ դա ասում, խոսել ցանկացած թեմայի շուրջ, այսինքն հասկանալ նույնիսկ այդ մարդը պատրաստ է վաղը մյուս երբ դու հիվանդ ես հացակել, թե ոչ, ուղիղ հարցերը միշտ շատ օգնում են։ Այսինքն ուղիղ հասկանաք, ես եթե հիվանդ եմ, ուղիղ հարցնում ես, եթե հիվանդ լինեմ, հաց կսարքես, տունը կհավաքես, քեզ ուզում ես ինչ հաց սարքում։ Այդտեղից հետևություններ կարելի անել, դու այդ մարդու հետ ուզում ես կապել կյանք, թե ոչ։ Իսկ դու շարքին դարձրել ես, օրինակ Սուրենը, Աննայի ամուսինը, Սուրենը օրինակ ոնց է շփվում իր մայրիկի հետ, իր քույրիկների հետ, կամ առհասարակ իգական սեռի մասին ոնց է արտահայտվում։ Քո համար օրինակ դա կարա ինչ որ, չգիտեմ, էլի ֆունդամենտ հանդիսանա, որ դու հասկանաս ինքը։ Իրականում այդ կարևոր պահ է, բայց այդ շատ կարևոր պահ է, բայց կարա լինեն բացառություններ։ Սուրենի հետ կապված ինքը շատ շնորհքով ա եղել միշտ, բայց ասեմ իմ օրինակ, որ կարա լինեն բացառություններ այն առումով, որ կարա իր կյանքում եղած չլինի այնպիսի մարդ, որին ինքը կարա հարգանքով վերաբերվի։ Նույնիսկ կարա չլինի մայր, ով արժանի է հարգանքի։ Հազար ներողություն, հնարավոր շատ վատ է այդ հնչում, բայց շփվելով ընտանիքի անդամների հետ դու ամեն ինչ հասկանում ես։ Շատ ուշադրություն եմ դարձնում։ Կոնկրետ իմ դեպքում իմ համար ամենաբանկայլը, որ ասեն շատ սիրուն ժեստ էր, մի օր իմ նշանածի հետ խոսում էինք, ասեց իր ազատ օրներ, ոչ աշխատանքային հանգստյան օրներ, ու ինքը առավոտյան շատ շուտ արթնացել էր, ու ինքը ասեց որ գնալու է իր քուրիկի երեխաների պահի, որ քուրիկը տեղ ունի գնալու։ Ու ինքը դա ուղղակի ինձ ասեց, որ այսօր ես էս ունեմ անելու։ Ու իմ համար այդ այնքան սենց բան էր, որ այս մարդը պատրաստ է իր ազատ օրը, որտեվ կարար չի ինչ-որ մեկ ասում, քնում եմ։ Կարար չէ։ Այդ հարցերն էլ շատ կարևոր են։ Օրինակ ես ու Սուրենի մի հատ շատ ոնց ասեմ, իմ համար շատ կարևոր թեմա եմ ասում, որ իմ ցավոտ տեղն է։ Ես ու Սուրենը երբ որ Սուրենը երեխայի ալզում ունենա։ Իմ համար ցավոտ է, Սուրենը ուզում է երեխանել, ես շում։ Այո։ Ոնք է։ Հիմա դա ասում։ Ես երթվում։ Ես եմ իրանց ընտանիքի մասին լիքը բան գիտեմ, չգիտեմ։ Ուղղակի պետք է ցանկացած թեմա քննարկել։ Ամենայն պրիմիտիվ թեմա պետք է քննարկել։ Ուզում ես երեխա, թե չես ուզում։ Ես այստեղ քեզ հեյթ են անում։ Երեխա ունենալը դա պրիմիտիվ թեմա չէ։ Պրիմիտիվ թեմա է այնքան, որ մարդիկ միշտ մտածում են, թե բոլորը նույն ձև են մտածում։ Հա, բոլորը ուզում։ Բոլորը ես կամ բոլորի մոտ ուզում են ստացվում երեխա։ է։ Իրոք, մարդիկ մտածում են, որ իրոք մարդիկ երբեք չեն մտածում, որ այդ մարդը կարող է ինչ-որ առողջական խնդիր ունի։ Քո համար չեմ ասում, առհասարակ եմ ասում։ Վերջերս Instagram-ում վերջին դե թղթեր չունեմ։ Վերջերս Instagram-ում նկատեցի, որ շատ հայ բլոգեր, աղջիկներ կիսվել են իրանց օրինակ վատ փորձով, որ իրանք ստացել են մայրիկի ու չի ստացվել։ Ու որ ես մտածում եմ, ասենք այդ մարդիկ ինչ են բռում ամեն անգամ այդ հարցերը լսելիս։ Իսկ այդ հարցերն ամենուր են, ամեն օր, ամեն տեղ։ Իսկ եթե բլոգերս նույնիսկ կոմենտներից բացի, ամեն տեղ գրում են, եք երեխա չեք անում դեմք։ Անու ջան, ինչի՞ եմ ասում։ Ուշացնում եք, ամեն։ Հիմա ասեմ, ես ու Սուրենը միշտ ամենաառաջը, իսկ ես ու Սուրենը շատ երկար ժամանակ ենք իրար հետ։ Չասես։ Ուղարկեք ինձ 15-ած եմ։ Ես ասեմ։ Առաջի օրվան տեսյան ասել եմ, ես երեխաներ չեմ պլանավորում մոտակա 15 տարի։ Ոստված ին։ Ես անկեղծ вообще, իրականում սկզբում вообще չէի պլանավորում։ Հետո մենք եկանք ընդհանուր հայտարարին, որ շատ սխալը գնում ես հոլովակը, որ իր հանուն իրա, ես պատրաստ եմ լինել մայր։ Խնդրում եմ կլին։ Շատ վատնա։ Հա, անկեղծ է տենց է։ Ասենք քո երեխան այս վիդեո նայելու է մի օր։ Հա ինչ։ Տրավմա կստանա։ Ինչի։ Իրա պապայի խաթր ես իրան ունեցել։ Ահա որա։ Առաջին օրվանից ասել եմ, ես իմ համար այդ առաջնային չի, իմ համար ընտանիքը կինը եւ տղամարդն են, երեխան չի դարձնում ընտանիքը լիարժեք։ Ես այդ առաջի օրվանից ասել եմ, իսկ ինքը պաշտում է երեխաներին։ Ես լավ հասկանում եմ քեզ, պրոստը քո արտահայտությունը մի քիչ շատ սենց ես տենց եմ ասել իրան։ Բայց հիմա էլ ես տենց մտածում։ Հա։ Դու այս պահի դրությամբ եթե ունենաս հնարավորություն, այսինքն կարող է դու որոշես չունենալ։ Ես երբեք չեմ երազել դրա մասին։ Չեմ երազել դրա մասին։ Ու ես, որ երազել եմ, միշտ ասենք ունենամ 5 երեխա։ Ես միշտ երազել եմ շրջել աշխարհով, միշտ երազել եմ լինել ահավոր հարուստ, միշտ երազել եմ ունենալ 7 շուն, բայց չեմ երազել ունենալ երեխա։ Բայց այդ ունի իր պատճառները։ Աննա, իսկ ինչպես հասկանալ, որ դու մենք շատ մեծ ընտանիք ենք։ Ես երբ որ դեռահաս էի դառնում, ծնվեցին իմ փոքր քուրիկները ու ես իմ հավեսը հանել եմ դրանից։ Ես իրոք յանց պահել եմ իմ երեխայի պես։ Ես իսկ կան երեխա եք պլանավորում դու եւ Սուրենը։ Ես պլանավորում եմ մեկը Սուրենի համար ինչքան շատ այդքան լավ հասկացա։
Ցան այդ արտահայտությունի թմոկը թնդի համացանց։ Կարամ չդնեմ։ Չէ, հակառակը դիր։ Ասма ես ուրեմն ասի ես հանուն քեզ պատրաստ եմ մայր դառնալ։ Շատ։ Ահա մենք եկանք ընդհանուր հայտարարի հասկանում ես, իմ ասածն է նա, որ եթե չեք գալիս ընդհանուր հայտարարի, եթե դու ասում ես ես երեխա չեմ ունենալու, ինքը ասում է չէ, ես երեխա եմ, մի ամուսնացեք իրար հետ։ Եթե դու ասում ես օքեյ, ես պատրաստ եմ լինել քո երեխաների մայրը, այսինքն դու այնքան լավն ես, որ ես քեզանից կունենամ երեխա։ Բայց ես մտածում եմ, որ մայր դառնալը պետք է գա ներսից այդ ցանկությունը, այսինքն դու դա ինչ-որ մի բան չի, որ ասենք չգիտեմ ինչ-որ Դե ես մտածում որ կսկսվի մայրական ինստինկտները, երբ որ ես լինեմ օրինակ, դու ասենք խնդրում եմ, էլի, ոնց ես դու սիրում քո շանը։ Խոստում եմ։ Եվ գիտեմ, ու դրա համար ես իրականում գիտես, հիմա կարող է վատ հնչի ասածս, բայց ես հասկանում եմ, որ մայր լինելը դա պատասխանատվություն է մինչև կյանքի վերջ։ Որովհետև դու երբ որ ունենում ես երեխա, դու ստորագրում ես մի բանի տակ, որը չգիտես ոնց է սկսվելու, ոնց ավարտվի, հղիությունից մինչև քո կյանքի վերջ, դու պարտական ես այդ մարդուն։ Դու իր համար սկսելու ես ապրել։ Բայց չմոռանանք, որ ամենակարևոր բանը ըստ իս ու որ շատ մամաներ, հատկապես հայ մամաներ, դրանք այդ ոնց դրա վրա աչք են փակում, դա թողնել, որ երեխան առանձնացվի ծնողից։ Միանշանակ, բայց իմ ասածը ինչ է, դու երբ որ առնում ես շուն, դու շնից սпасելիք չունես, չէ՞, չես մտածում, որ ինքը մեծանալու է, դառնա լավ շուն, գնալու է ինստիտուտ, ու նույն բանը դու պետք է չընկալես ու չսպասես քո երեխայից, բայց բարդ է քո համար մի հատ աշխարհ, իմ համար բարդ է, որովհետև ես ամեն ինչ անելու եմ իր համար, իմ մինչև հոգու վերջին հատիկը դնելու եմ իր մեջ ու իրանից ոչ մի բան պետք է չսպասեմ։ Հասկանում եմ։ Բայց օրինակ ես մտածում եմ, որ ցանկացած երեխայի համար ամենաերջանիկ ընտանիքը այդ այն է, որտեղ մաման ունի իր առանձին կյանքը, մաման ունի իր առանձին հետաքրքրությունները ու երեխա ունենալուց հետո դու չես դադարում։ Միանշանակ է տենց է լինելու, ուղղակի ես ասում եմ, որ երեխան շատ մեծ պատասխանատվություն է, որը ես հասկանում եմ, շատ աղջիկներ չեն հասկանում երեխա ունենալուց ու երեխա ուզելուց։ Իրանք պատկերացնում են խաղալիք, որի հետ իրանք խաղալու են, հաճելի ալնել, ուրախալի, բայց իրենք չեն պատկերացնում այն դժվար պահեր, որ ունենալու հղիության ընթացքում, որ ունենալու են երեխայի հիվանդություն։ Ահա որա, այդ ուղղակի ես հիմա ասում եմ, շագաղում ես սիրում եմ երեխաների, սեր Աստծո, նենց չի չեմ։ Դե կարող է դու իրականում ավելի շատ ես սիրում, դրա համար այդքան պատասխանատվությամբ ես մոտենում։ Ես ուղղակի վախենում լինել վատ մայր ունենում եմ։ Ես վախենում լինել վատ մայր։ Հիմա չի թվում որ դու վատ մայր կլինես, բայց ես համաձայն եմ նրան, որ օրինակ երեխաներ պետք է ունենալ մենակ այն ժամանակ, երբ դու ֆինանսապես լրիվ պատրաստ ես։ Ֆինանսապես դա շատ մեծ ֆինանս եղեք կապված։ Հենց այդ է, որովհետև երեխան ինքը այդ փոքր այդ ամենասիրուն այդ արարածը անմեղ, ինքը իր հետ գալիս է, ինքն էլ է սկսեցի դրանից։ Լուրջ, մեթալի։ Ինքը իր հետ գալիս է եւ բանը, բերում է լիքը ֆինանս։ Պոմպեր շատ, դու գիտես հղիության ժամանակ ինչքան գումար ես ծախսում։ Ես սիրում եմ երեխաներ եւ ես կունենամ երեխա։ Քո միակ խորհուրդը այն էր, որ լավ մտածեն։ Լավ մտածեն, բայց ինչից սկսեց իմ ասածը, քննարկեք ամեն ինչ։ Դուք ուզում եք առանձին ապրեք, իրար հետ ապրեք, կարևոր հարցեր կա, ես կգրեմ տակ այս հարցերը, որ պետք է անպայման քննարկել, անպայման։ Եթե չեք քննարկում, ձեր հետագա կյանքը դժվար լինի։ Ձեր հետագա կյանքը չէ, հարցական։ Ձեր հետագա կյանքը կլինի դժվար։ Հարցականի տակ։ Այդ խորհուրդ կտամ, որ ցանկացած թեմայով իրար հետ բաց զրույցներ ունենան։ Շատ բաց։ Դու այդ մարդու հետ պետք է խոսես, նենց ոնց քո հետ կխոսես հայելու դիմաց։ Այդքան անկեղծ պետք է լինել։ Ու անկեղծ եղեք դու որպես ընկերուհի նշանած։ Խնդրում եմ հիշենք։ Ինչ խորհուրդ կտաս հարաբերությունների մասին գլխավորը։ Հարաբերությունները, սերը, երբ որ գալիս է ձեր կյանք, ինքը իրանից պետք է ձեր կյանքում լավ լինի։ Դուք այդ սիրուց չպետք է տառապեք, դուք այդ սիրուց չպետք է ձեզ դժբախտ զգաք, դուք այդ սիրուց չպետք է կոտրվեք, ձեր ինքնագնահատականը պետք է չընկնի։ Դա սեր չի։ Ու մեզ խաբել են, երբ որ ասում են, որ սերը զոհաբերություն է։ Եթե ծեծում է, ուրեմն հա, դա սուտ է։ Սերը մարդու կյանքում գալիս է նրա համար, որ մարդը իրան ավելի լիարժեք, ավելի երջանիկ զգա։ Այսինքն ո՞նց է դա լինում։ Ինձ մենակով էլ լավ է, դու եկար իմ կյանք, ինձ քո հետ ավելի լավ է։ Բայց երբ որ դու գնաս, իմ կյանքը դրանից չի ավարտվելու, ես չեմ կործանվելու, ես չեմ գնալու ինքնասպան լինեմ, ես կշարունակեմ ապրել, ես սիրելու եմ այս կյանքը, ամեն բարի լույսի հետ ուրախանալու եմ, շնորհակալություն եմ հայտնելու։ Ըստ իս,
ամենակարևոր բանը այդ հարաբերություններում քեզ չկորցնելն է ու չվախենալ քո տեսակետը ասել։ Երբ որ դու ինչ-որ բան ուզում ես ու քեզ ասում են չէ, դու ուղղակի չես ասում լավ։ Դու հարցնում ես ինչի, որտեղ դու արժանի ես, որ քեզ բացատրեն ու հստակ ապացուցեն ինչ-որ միտեղ, որ սենց բաների համար օրինակ։ Ու դու արդեն դու ինքդ որոշես, դու ընդունում ես այդ պատճառները, թե չէ։ Որտեղ ես տեսնում եմ ինչ-որ աղջիկներ, ովքեր մտնում են հարաբերությունների մեջ, չունեն բացարձակապես ոչ իրենց կարծիքը, չունեն ինչ-որ խոսք ասելու իրավունք, ինչի մասն է խոսքը, ես այնքան հաճախորդներ եմ ունենում ու այնքան սարսափելի է իրականում ներկայիս աղջիկների մեծ մասի վիճակը, այն մարդկանց, ովքեր որ իմ հետ կիսվել են, կարես ասես ինչ է։ Սա Evelyn-ի look up, ինչ է դրան ասում։ Ստվերաներ։ Look up Evelyn-ի look up ստվերաներկերն են, որոնք պալետը, հորմոնների ուժը շատ լավն են, ունեք ինձ սիրուն գույները։ Ուղղակի ստվերան։ Դու էլ կսվի։ Հա։ Լավ։ Ես ասում ես բրծա։ Լուրջ։ Համարում։ Շատ իդեոլոգ եմ ես սա համարում։ Սա աշխարհի ամենալավ դիմափոշինն է, որը չգիտես ինչու ոչ մեկի մասին չի խոսում։ Ես ձեզ կասեմ two-way cake։ Ես իրան տեսել եմ։ Սա ամենալավ, երդվում եմ։ Ես հեսա կգսեմ, դե դու կհասկանաս։ Որպես հոնքերի մասնագետ, նաև դասավանդում ես։ Այո։ Եվ ուներ շատ աշակերտներ։ Այո։ Մի քիչ առաջ ես քեզ այս հարցը տալիս էի, ուզում մի հատ էլ տալու։ Մենք նկատել ենք, որ հոնքերի մասնագետները շատ են։ Այո։ Ինչ ես կարծում։ Եթե մասնագիտությունը սովորում են, հնարավոր է իրոք լավ ձևով աշխատել, եթե այսքան շատ են մասնագետները։ Ես ունեմ աշակերտ, ով բացել է իր սրահը։ Ես չունեմ սրահ, ես ունեմ աշակերտ, ով բացել է իր սրահը։ Վաու։ Մարդը ունի համառություն, մարդը ունի աշխատասիրություն, մարդը ունի ինքնավստահություն, ու այս են ամենակարևոր գծերն է, որ պետքա ցանկացած մարդուն բիզնես բացելուց առաջ։ Յուրաքանչյուրին։ Ոչ մեկի հեշտ չի տրվում, պետք չի մտածել, որ ամեն ինչ հեշտ է լինելու, այս կյանքում ոչ մի բան հեշտ չի լինում, բայց դու ամեն ինչի հասնում ես, եթե դու ունես համառություն։ Ու նույնիսկ ես կասեմ բլոգինգի մասին։ Մի անգամ մի հատ վիդեո էի գցել, որ այդ վիդեոն իմ մեջ անդադար մինչև այսօր, այսինքն տտվում է։ Իրոք որը։ Սորի էի արել, ասեմ ավելի դժը վիդեո չէի գցել, այդքան շատ իմ իսկ ոստորի։ Շատ հաճելի։ Եթե դու նստած ես դահլիճում, որտեղ կա 1000 մարդ, ինչքան շատ կթվա քեզ այդ 1000 մարդը։ Այո։ Բայց ոնց ենք մենք արժեզրկում այդ 1000 թիվը, եթե դա մեր վիդեոյի դիտումների տակ է։ Ինչի ենք մենք այդ վիդեոն համարում հաջողված, եթե ինքը անցնում է 65000 դիտումը։ Ինչի։ Ինչի է միջև այդ, օրինակ 20000-ը մեր համար իրավես ինչ սխալ բան եմ ուրեմն արել, մի բան չի։ 20000 է լինում դիտում։ Ինչու՞ մեջ աջակցվում է։ Ոչ։ Ես ինձ արգելել եմ։ Ես ինձ արգելել եմ։ Ինչ որ մեկը կերազեր, որ իր հոլովակը 20000 մարդու հետաքրքիր լիներ։ Իդեպ շատ գեղեցիկ վիդեոներ են, որ ասես նայում ես էսթետիկայի վերջին չեն գնահատվում, չեն նայում։ Բայց իրականում անկեղծ ասեմ, ես էլ չեմ նայում։ Շատ անկեղծ ասեմ, ինձ ավելի հաճելի է իրական կոնտենտը, բայց իրական չափերի մեջ էլի նկատի ունեմ։ Օրինակ, չեմ ասում, եթե կողքս ամեն ինչ կապված լինի։ Չէ, անուններ բնականաբար չեմ տա, ինձ թվում է ով գիտի, ով չէ, պետք էլ չի։ Պարտադիր չի մենակ հայերից, դրսում էլ շատ կան։ Ինձ տենց ինչ որ սենց կան կոնտենտի տեսակներ, որոնք ես երբեք չեմ նկարի, ինչպես նաև կան գովազդներ, որոնք ես երբեք չեմ անի։ Ես երբեք չեմ գովազդի ծխախոտ, ես երբեք չեմ գովազդի կազինոներ, հայերեն ոնց են ասում, կազինոներ։ Ես երբեք չգիտեմ, խաղատներ։ Ես երբեք չեմ գովազդի, օրինակ նիհարեցնող ցանկացած ինչ որ դեղեր, հաբեր, մարզիչների հետ լրիվ օքեյ եմ։ Մարզիչներով կիսվելը դա միայն լավ է, եթե իրոք գոհ եք մարզիչից։ Լիլիթին ճանաչում եմ, Լիլիթի մոտ պարապել եմ, դրա համար Լիլիթին շատ սիրում եմ, անկեղծ։ Ու վստահաբար շատ ամենալավն է։ Հա, բայց ինչ որ հաբեր նման բաներ ինձ ինչքան են գրում հաբեր գովազդի։ Ահա абսուրդ է ուղղակի։ Ու գիտես, ինձ գրում են, ես ասում եմ ոչ։ Այո։ Սպասում են 3 ամիս հետո մի հատ են գրում։ Հա, որ տեսնենք ապա։ Շատ հաճելի է, որ ես որպես բլոգեր։ Բայց ես էլ չեմ անի, որովհետև դա մարդու առողջության հարց կապում դու։ Չէ, բացարձակ։
Մի խոսքով հնարավոր է ցանկացած պարագայում գտնել աշխատանք եւ աշխատել լավ գումարներ։ Միանշանակ, եթե դու ունես կամքի ուժ եւ համառություն։ Դե դասայր ինչ է սկսում։ Հիմա ցույց կտամ, սա հայկական բրենդ է, որը արդեն վախճանվել է, երեխեք։ Շատ լավն է իդեպ, ինքը հայկական նոր բրենդ է, Guania կոչվում, ունի նաեւ lip glosser։ Շատ գոհ եմ իրենց, ուղղակի սպոհին չունեն, առկա դրամ ես հինն եմ դեռ օգտագործում, մինչև նորը կստանան, հենց նորը ստանան, քո ասած ձևով կսկսեմ։ Սա որտեղ նա ինչ ներքևից դեպի վերև ու տոնայինից առաջ։ Ես օգտագործում եմ Dior-ի պալետը, իրական իմպիմարդանը համարյա հարուստ է։ Այո։ Միայն վարդագույնն եմ օգտագործում, հենց ուղղակի աննշան։ Բայց ինչի՞ օրինակ այս շիտակն էլ է շատ գեղեցիկ, ես տեսնում որ դու вообще չես սկսել իրան։ Շատ աննշան։ Ես հազարթը շատ եմ անում, շատ։ Չէ, ես այն ժամանակ էի շատ անում։ Երեխեք, ես ոչ շատ չեմ անում։ Հիմա ուղղակի sense արևից բաչած թուշիկներ եմ ստանում։ Ինչ որ ես եմ քեզ հարցը տալիս։ Ես ինչու՞ է դու գալիս։ Դու մարդ ես, ով այս վեճը սկսել է իր էջում պատմել, որ ինքը սկսել է առողջ ապրելակերպով զբաղվել, հաճախում է ջիմ, չգիտեմ, հետևում է իր սննդակարգին, ու կիսվում է այդ ամենը։ Ու հաշվի առնելով մեր հասարակությունը ինչքան կարա հեյթ անի, ինչքան կարա արժեզրկի անգամ քո, չգիտեմ, որ դասնես 1 կիլոգրամ նիհարել եմ, կարան գրան, չգիտեմ, հեսա մի օրում հետ կթաղանաս։ Հա, շատ ենք։ Ոնց խորհուրդ կտաս այն մարդիկ, ովքեր ունեն դրա կարիքը, ոնց խորհուրդ կտաս, որ իրանք սկսեն կիսվել, որովհետև մենք ինչ տեսանք այս վերջերս մեր հայկական այդ Instagram-յան հարթակում, որ եթե բոլոր հայտնի մարդիկ ուղղակի մի օր դոյի պոստի գցեցին, որ իրանք նիհարել են օրինակ 70 կիլոգրամ։ Ու ոչ ոք չի պատմում ճանապարհի մասին, ոչ ոք այդ ընթացքով չի կիսվում, մեծ մասը բնականաբար դա արել են վիրահատությամբ, բայց դա ասենք քննարկելու, քննադատելու տեսքով չեմ ասում։ Ուզում եմ ասել, քոնը օրինակ դու ընտրել ես այս ճանապարհը, զրոյից, այն որ դժվարությամբ, ամեն ինչին հետևելով, ինչ որտեղ քեզ այդքան մեծ նեղություն պատճառելով, ոնց գաս հասնես այդ կետին, որ չվախենաս այդ հեյթից։ Նախ հեյթից առաջ ասեմ ոնց է կա հասա այս մտքին, որ ինքս պետք անեմ, ոչ թե վիրահատական միջոցներով։ Մտածել ես այդ մասին։ Շատ վատ ձևով է այդ մասին արդեն։ Իսկ եղել է որ գրել առաջարկեն։ Կապ այդ չեն առաջարկել, կապ չունի։ Բայց իսկ մեկին մեկին գրեիր հաստատ կառաջարկեին։ Ես չէի գրի, ես չեմ գրում տենց առումներով, մանավանդ շատ Չէ, կատունեմ եթե անգամ գնային առաջարկ, գնացուցակ ոնց որ հարցնեիր, կարող է իրանք դժվար։ Դժվար։ Որովհետև այդ մեծ գումարն է հետո։ Չեմ ասում ամբողջությամբ, բայց ինչ որովհետև ինձ թվում է։ Բայց ես գիտես այդ չի անի, ինչի, որովհետև չէի գովազդին ինձ այդ, որովհետև ես պատկերացնում, որ դա է շատ բարդ երևույթ է։ Վիրահատվել, սկսել դրանից հետո պաբոչկաներ այդ ամեն ինչի։ Զրոյից սկսում ես ուտել, անկեղծ եմ ասում, գթալ։ Առաջին 3 օրը ընդհանրապես ոչինչ չի կարելի։ Լավ, չես կարող։ Ես եկում շատ վատ կփի մտքեր ունեի բարիատրիկ վիրահատություն անելու մասով ու ոչ թե վատն էին իրանք, որովհետև այդ լավ բան չի, այլ իրանք վատն էին, որովհետև իրանք ինձ հանգիստ չէին տալիս ոչ մի վարքյան։ Ու ես հասկացա, որ ես այն տարիքում եմ ու այն պահն է իմ կյանքում ես բան, որ կարամ տրամադրեմ ժամանակ առողջացնվելու ու մարզասրահ գնալու ու ինձ մի անգամ էլ շանս տվեցի փորձել ու ուրախ եմ, որ սկսեց ստացվել, որովհետև մեկ ամսում 7 կիլոգրամը այդ քիչ չի, մանավանդ եթե դու մարզվում ես, այսինքն մկան ես ավելացնում, իսկ ես մարզվում եմ բացառապես ուժային մարզումներով, որովհետև իմ համար շատ մեծ ստրես է կարդիոն։ Ես չեմ կարողանում անել, իմ համար այդ գքոնը չի, իմ вообще։ Լավ, իսկ հեյթից ոնց չվախենալ ան։ Հացա ցույց տամ, highlight-ի տեղ գցել եմ այս շիմերը շիկի, շատ եմ սիրում։ Շատ լավն է, բուջուրիկա ինքը։ Դե ես էլ կոմբոն ասեմ ու կսեմ։ Դա Starbucks-ից ռոմեկը շատ թեթև ուղղակի եզրագծերին եմ գցելու, մեջտեղը դնելու եմ մի աննշան Starbucks-ից 25 համարը կարմիրա ու Dior-ի Ես սկսել եմ 27-ը, որովհետև ինքսն շատ իմ համար իդեալական գույնը, մեկտեղ էլի 25-ն է Starbucks-ի։ Հիմա ասա։ Ու մեկ էլ իրոք կուզեի ինչ-որ կոնկրետ խորհուրդ տա այդ, ասա։ Սուրենի աջակցության մասին խոսա։ Ոյ Սուրենս։ Բայց այդ սկզբում ասա մեկնաբանությունների ինչ տրվելու մասին, հետո նա Սուրենի։ Ես շատ կուզեի հիմա ինչ-որ կոնկրետ պատասխան տա այդ մասին, բայց անկեղծ չեմ կարող, որովհետև իմ մոտ մի հատ պահ էր եկել, որ հեյթը արդեն ուղղակի չէի կարդում, ուղղակի չեմ կարդում։ Իսկ եղել է լացես։ Հեյթից։ Գիտես երբ եղել է, հիշում ես մի քանի ամիս առաջ դրել էի մի հատ անոնիմ բոքս։ Այդ անոնիմ բոքսը Դենց հետո գրել է Իրեն, երբեք անոնիմ բոքս ինձ շատ ահավոր էր։ Այդ ժամանակ ես ուժեղ ստրեսի մեջ եմ գա, այդ ստրեսից էլի ես չհավացա, որովհետև
այդ ինչեր էին գրել, ես չեմ կարող բացատրել, մի 3 ամիս առաջ հայտարարել պատկերացնես, շատ վատ բաներ էին գրել։ Սուրենի աջակցությունը։ Սուրենս ամենալավ հատկությունը իրենց է դա, որ ինքը ես միշտ ունեցել եմ ավելորդ քաշ, երբեք իրենց այդ չեմ լսել, երբեք ոչ մի անգամ։ Ինքը ինձ միշտ սիրել է այնպեսին, ինչպեսին ես կամ, բայց եթե ես ունեցել եմ ինչ-որ ցանկություն այդ մասով կորեկցիա անելու, ինքը ինձ միշտ աջակից է եղել, այսինքն միակ հարցը, որ ինքը ինձ աջակից չի, ինքը ինձ կարա միշտ քաղցրներ բերի, ինչից ես միշտ Հիմա հələ չհացրել է ահագին, եթե ասում օրինակ հյուր պիտի գա, այդ ժամանակ եմ ուզածները առնում, բայց այն ժամանակ ինքս ինձ պրոստ գայս է տուն ծաղիկներ, որ լիքը քաղցրավ, իհարկե ես 3 օր ուտում եմ այդ ամեն ինչ։ Ինքին շատ ամեն հարցում օգնում, այսինքն նույնիսկ եթե ես պիտի գնամ մարզասրահ չեմ հասնելու հաց սարքեմ, կյանքում չասի կողմ այդ հաց սարքես նոր գնաս։ Ինքան ասած բուջրիկ բաներ են, բայց այնքան կարող են Իսկ մեկ էլ ասա 3 բլոգերի։ Տալիս ես հարցեր, որ ես եմ տալիս, ասա։ Ումամնա հաջողությունից նայ։ Էվիկին եմ նամ շատ եմ սիրում։ Դե ընկերներից բնականաբար ում հետևում եմ բոլորին, այսինքն քեզ, Էթերին, Էլենին, շատ եմ սիրում Օֆսիկին։ Այո։ Եմ երրորդ բլոգերին, որ ինքը իմ համար ֆենոմեն է, որպես բլոգեր։ Հայդալեկը, որ իր ցանկացած գովազդ, կապ չունի ինչա գովազդում այդ մարդը, նայվում է, ապրանքը աշխատում է, ինքը որպես բլոգեր իմ համար ֆենոմեն է, բլոգեր է։ Ում նշեցի, այսինքն Էվիկին, Օֆսիկին ու Հայդալեկին։ Հիմա դու ասա նույն հարցը։ Ես շատ Քո 3 ամենասիրելի բլոգերները։ Ես կարամ ցենց ասեմ։ Շատ սիրում եմ Նարիկին։ Եթե Նարիկը վիդեո չի գցում, Նարիկին ինչ եղավ։ Ասիով եմ շատ հիանում, որովհետև ինքը նոր մամա դառել ու այդ մի րոպե իրան չի խանգարել, որ ինքը սիրում կոնտենտ տա։ Իր շատ համար կոնտենտ։ Իր երեխու համար ես խելագարվում եմ, նայեմ տեսած ամուսին երեխան։ Հա, Անահիտ Դադոյան, ում շատ երկար տարիներ ճանաչում, 13 տարեկանից ճանաչում եմ։ Այո։ Որ ասեմ բոլոր վիդեոները միջև վերջ նայում եմ, չէ, որովհետև ես չեմ պատրաստում ինձ այդքան էլ հետաքրքիր չի, բայց մենակ որ տեսնում եմ այդ մարդը ինչքան բանի է հասնում, ես հպարտանում եմ հիանում։ Իդեպ food blogger շատ բարդ է։ Ես չեմ պատկերացնում։ Իսկ Անահիտի վիդեոները շատ գեղեցիկ են։ Շատ։ Իրեն, շատ եմ շնորհակալ։ Ես էլ քեզ։ Որովհետև այնքան թեթև ու հաճելի ստացվեց ամեն։ Ես էլ քեզ հարցեր լիքը։ Սենց ոնց էր, քան որ մենք բացի ընկերներ ենք, ես սիրում եմ, որ սենց հաճելի թեթև խոսակցություն լինի, առանց լարվելու։ Բացարձակ 5% չեմ լարվել, 5% ինչ որ սենց կեղծ բան չկա։ Բերենք շոկոին արդեն իհարկե սկսենք։ Իհարկե, բերենք շոկոին եւ սկսենք շոկը։ Շնորհակալ եմ շատ, որ ինձ հյուրընկալեցի, ինձ համար պատիվ է լինել այս հաղորդման երկրորդ հյուրը, առաջինը իմ սիրելի Իլոնան է։ Այդպես, ուզում եմ որ շատ մեծանա քո YouTube-յան հետևորդների քանակը։ Ուզում դու էլ կսկսես YouTube-ին գալ, որտեղ գիտեմ ուզում է եւ կգրես։ Հուսամ։ Բայց ինչ ես նկարել։ Անկեղծ չգիտեմ։ Բացարձակ ես ասում եմ երստում եմ քո Instagram-ը նորմալ բարի։ Գիտես, դա այդ միտքը ինձ շատ երկար կանգնեցնում է, բայց հետո հասկացա, որ ոչ, պետք է աշխատել երկուսի վրա։ Հա, հնարավոր է։ Մի խոսքով, ինչ ես ուզում ասել, քեզ մաղթում եմ լիքը հաջողություն, թե Instagram-ում, թե TikTok-ում, թե YouTube-ում ու առհասարակ դու շատ աշխատասեր ես, շատ հաջողակ ես ու վստահ եմ, որ ինձ քո աստղը միշտ փայլելու է բոլորիս աչքին։ Ոյ, շատ եմ շնորհակալ Իրեն։ Ձեզ եւս շնորհակալ եմ, որ նայեցիք այս հաղորդումը, նայեցիք մինչև վերջ հուսամ եւ նաեւ հույս ունեմ, որ ձեզ հետաքրքիր էր։ Ձեզ լավ օր։ Բաժանորդագրվեք ալիքիս, դրեք հավանելու կոճակը եւ սպասեք մյուս հաղորդմանը։ Այո։ Համբույն է, այգուք ենք երսենց ենք ավարտում։ Пока, пока։